քանի որ համակարգը կոչվում է պարտադիր, այսպես պարտադիր բառը այսպես հստակ շեշտադրում, բոլոր քաղաքացիներ 200,000 եւ ավել աշխատավարձ ստացողները պարտադիր պետք է վճարեն 10,800 ամսական ապահովագրավճարը։ Իսկ իմ այն հարցին, թե լավ, բա այն քաղաքացին, որ արդեն պայմանագիր ունի, եւ նա ամիսներով արդեն իր այդ ապահովագրավճարը մասնավոր ապահովագրական ընկերությանը վճարել է եւ չի բացառվում, չէ, որ հիմա այս ընտանիքը կարող է նախընտրել ավելի շարունակել պայմանագիրը մասնավոր ընկերության հետ, քան պետության հետ, որովհետև նա արդեն տեսել է մասնավոր ընկերության հետ պայմանագրի կյանքի կոչման ընթացքը եւ ինքը գոյ է, բայց առնվազն ինքը տարիներով կամ ամիսներով վճարել է որոշակի գումարներ։ Ինչ է սպասվում, ասում են, ոչ, այդ մարդիկ պետք է առնվազն այն ցանկը, որ մենք ենք առաջարկում բուժծառայությունների, այդ ցանկի համար մեզ հետ պայմանագիր կնքի 200,000 եւ ավել աշխատավարձ ստանալու պարագայում եւ ինքը պետք է այդ ապահովագրավճարը վճարի։